պաշտոնապես նույնիսկ 20%-ը տվյալ արդյունքների չի մշակել։ Դուք հայտարարում եք, որ հաղթել եք, ուզում եմ հասկանալ, եթե օրինակ ընդդիմությունը խոսում է ընտրության եւ նախամիջընտրության ժամանակ բազմաթիվ հաղթումների, անհիմն դերակալությունների, խոզարկությունների մասին, եթե հետընտրական զարգացումներ լինեն, նախ դուք ինչ եք կարծում, ելի նույն խոզարկություններով այդպես կճնշեք ընդդիմությանը եւ դա կմարի կգնա, թե այդ հետընտրական զարգացումները այլևս կարող են ձեր վերահսկողությունից դուրս գալ։ Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումը։ Ես ասել եմ, կարծեմ հրապարակային ասել եմ, այո, իմ հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են եւ բացառում են, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես չպրտա։ Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի։